Պարոն Գյուլնազարյան, քարոզարշավի 4-րդ օրն է, ձեր տպավորությունները։ Մեր տպավորությունները, ասեմ, ինչպես առաջի օրը, այսօր ավելի ոգևորված, որովհետև մենք տեսնում ենք, որ բնակիչները տալիս են գնահատական, բնակիչները հայտնում են իրենց գոհունակությունը, խոսում են մեր արած գործերի մասին, նույնիսկ տեղակ են այն գործերի մասին, որոնք որ կիսատ են մնացել ու նաև տեղակ են, թե ինչ պատճառներով են կիսատ մնացել, որ մեր գործընկեր մյուս հավաքանիները չեկան, չներկայացան նիստերին, բոյկոտեցին, այդ իսկ պատճառով ունենք շատ կարևոր աշխատանքներ, որ կիսատ են մնացել, ասֆալտապատում ու լուսավորություն, բյուջեի հետ կապված խնդիր, բայց փառք Աստծո մեր բնակիչները ըմբռնումով են մոտենում, հասկանում են, որ այդ խնդիրը մեր կողմից չի, որ առաջացել է, այլ առաջացել այն հավաքանիների կողմից, ովքեր խոչընդոտել, բոյկոտել են կոնկրետ իշխանության գալու։ Չի հետաքրքրել նրանց այն փաստը, որ նիստի գալով իրենք լուծում են տալու բնակչի հոգս, լուծում են տալու ընդհանուր գլոբալ այն խնդիրներին, որը որ այսօր ծառացած է համայնքում։ Բնակիչներ այդ ամեն ինչը լավ գիտակցելով մեզ գրկաբաց ընդունումը հույս է հայտնում, որ վաղը նորից մենք ենք լինելու ու շարունակվելու է այն գործերը, որը կատարվելու է ի բարօրություն մեր համայնքի, մեր ժողովրդի, մեր երկրի։ Այս կար ժամանակահատվածում, երբ դուք եղել եք համայնքի ղեկավար, ինչ աշխատանքներ եք իրականացրել։ Բազմաթիվ աշխատանքներ ենք իրականացրել ենք լուսավորության աշխատանքներ, որը որ կարևոր է համայնքում, իրականացրել ենք ասֆալտապատման աշխատանքներ, իրականացրել ենք կոյուղու ցանցի հիմնովին փոխելու աշխատանքներ ու մի շարք էլի աշխատանքներ ենք իրականացրել, որոնցից ամենակարևորներից մեկը կհամարեմ մեր արևաշատի մանկապարտեզի բացումը, որը որ չկա օր, որ բնակիչները անձնական նամակներով, զանգերով չզանգեն ու շնորհակալություն ասեն, հենց քիչ առաջ որ մենք շտաբում ենք դեռ չէինք շարժվել, բնակիչները զանգել էին ու ասում էին երեխեքը առավոտը զարթել են ու ասում չէին համբերում, որ իրանց հագցնենք, որպեսզի գնան մանկապարտեզ, որովհետև մանկապարտեզը ամբողջովին վերազինված է նոր խաղալիքներով, այնինչ հետաքրքիր է մեր բալիկներին, տարբեր տեսակի խաղերով, մեր դաստիարակներն էլ ընտրված մարդիկ են ու այն ջեր վերաբերմունքը, որ տեսել են, երեխաներին ավելի է կանչում այդ գեղեցիկ ու ջեր մանկապարտեզի շենք։ Եվ ամփոփելով արդեն որորդ անգամ էլ լսում ենք, որ ձեր պաստառները պոկում են պատերի վրայից, կամ որտեղ որ փակցված են։ Ըստ ձեզ ինչու են այդպես անում եւ ինչ գնահատական կտակ այդ արարքին։ Անիմաստ արարք, ավելին չասեմ, չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ, իհարկե վիրավորանքի արժանի մարդիկ են, բայց չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ, բայց մի հատ էլ ես ավելացնեմ, որ պոկելով մեր պաստառը ժողովրդի մտքից, ժողովրդի սրտից չեն կարող պոկել ոչ մեզ, ոչ ժողովրդի աչքին տեսանելի այն աշխատանքները, որը որ մենք կատարել ենք, այն նվիրվածությունը, որը որ ժողովուրդը տեսել եւ զգացել է։ Եվ ձեր շանսերը ինչպես է գնահատում։ Մեր շանսերը, ինչպես առաջի օրը ասել եմ, 51 եւ ավել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։